Պարոն Վարդեվանյան, մի քիչ ես վերջի հարցի պատասխանից հետո այսպես ոգեշնչող բան կար, որ բացեցիք Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, հղումը արեցիք, կարտացիք հենց սահմանադրության գրքի միջից, ոչ թե դիմեցիք արհեստական բանականությանը, երեկ եւ այսօր դուք երկու անգամ նշեցիք, որ դիմել եք արհեստական բանականության օգնությանը, ձեր խմբակցության քարտուղար պարոն Աբրահամյանը շատ լավ ներկայացրեց ձեզ, խմբակցության ղեկավարը, նաև ձեր քաղաքական ուժի ղեկավարը այս դահլիճից դուրս է, ձեզ բավականին վստահել են, հիմնվել են ձեր գիտելիքների վրա, բավականին նորմալ աշխատավարձ եք ստացել, օրենքով սահմանված կարգով, այդ մարդիկ հույսերը դրել են ձեր վրա, հիմա եկել եք դուք ազգային ժողովի դահլիճ եւ ձեր հույսը դնում եք արհեստական բանականության վրա։ Ինչու եք այս մարդկանց այդ ահռելի գումարները վատնում, սա մեկ, երկրորդ հարցս, արդյոք ազգային ժողովի նախագահի տեղակալ ընտրվելու դեպքում դուք առաջնորդվելու եք ձեր խղճով, համոզմունքներով, մարդկային ճիշտ բարձ հարաբերություններով, թե դիմելու եք էլի արհեստական բանականության օգնությանը։ Շնորհակալ եմ։ Պարոն Մինասյան, իդեպ, ես նախքան ձեր կողմից Շիրակի մարզում Գյումրու ընտրություններին մասնակցելը, ձեր հետ անձնապես ծանոթ չեմ եղել, այնպես չի, որ առիթներ ունեցել ենք, բայց ձեր մասին դրական բազմաթիվ հանգամանքներ լսել եմ։ Այնպես չի, որ հիմա էլ ուզում եմ ձեր քաղաքական գործունեությանը գնահատական տալ, բայց ես ենթադրում եմ, որ դուք այդքան արհեստական բանականության հետ կապված հանգամանքը հիշատակեցիք, որովհետև ես նշվածը վկայակոչել էի հեծի հետ կապված հանգամանքը ներկայացնելու, իսկ դուք այս ժամանակահատվածում նաև նախքան ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակը ձեռք բերելը հեծում պաշտոն եք զբաղեցրել։ Հիմա ես հասկանում եմ միգուցե նշված կոնտեքստը ձեզ համար դուրեկան չի եղել, բայց առնվազն կարծում եմ, եթե իմ որևէ այլ հրապարակային խոսքը դուք ուսումնասիրեք, շատ հազվագյուտ դեպքերում եմ դիմում արհեստական բանականության օգնությանը։ Իդեպ ինչ-որ իմաստով իմ գործունեությունը առավելապես այնպես է ստացվում, որ հնարավորությունն չեմ ունենում իրան դիմելու։ Այսինքն դրա համար պետք է ինչ-որ դադար չէ ունենաս, որ դիմես։ Ինչևէ։ Բայց բոլոր դեպքերում կարծում եմ այն, ինչը ներկայացրել եմ այդ մասով, խնդրում եմ բոլոր դեպքերում, եթե դուք կուզեք այլ ձևաչափով ճշտել, թե արդյոք նշվածը ճշմարտացի էր, թե ոչ, ճշտեք։ Մյուս կողմից, երբ դուք վկայակոչեցիք, որ կարծես թե երևի Տաշիր Կապիտալ փակbaşնետիրական ընկերության կողմից վարձատրությանս մասով էիք ասում, գիտեք, այնպես է ստացվել, որ հեծի ներկայացուցիչներն էլ են փաստացի Տաշիր Կապիտալից իրենց վարձատրությունը դեռևս ստանում։ Հիմա ինչ-որ իմաստով այստեղ մի անհասկանալի սիլոգիզմ է առաջանում կամ նույնիսկ դիալեկտիկ իրար հակասություն։ Բայց ես հակված եմ, որ թե դուք, թե ես ունենք հետևյալ համոզմունքը։ Հենց ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակը ստանձնում ես ըստ օրենքի, պետք է ազատվենք որևէ այլ կարգավիճակից, որը վարձատրություն է ենթադրում։ Եվ պետք է առաջնորդվենք մեր խղճով, համոզմունքներով, բայց միաժամանակ հաշվի առնենք նաև մեր հայրենակիցների առջև ստանձնած պատասխանատվություն։ Իբրև ազգային ժողովի նախագահի տեղակալ, հատուկ ուզում եմ ընդգծեմ կրկին, այնպես չի, որ օրինակ չգիտեմ հիմա, շատերը ունենում են ինչ-որ պատկերացումներ, թե որ պաշտոնն են իրենց պատկերացրել եւ այլն։ Երբևէ ազգային ժողովում գործունեություն չեմ պատկերացրել, երբևէ։ Որպես փաստաբան էլ բավականին արդյունավետ կարծում եմ գործունեությունս իրականացրել եմ, բայց հիմա ունենք այն, ինչ ունենք։ Որպես ազգային ժողովի նախագահի տեղակալ պատկերացնում եմ ելակետը իրավունքի գերակայությունը։ Բոլորի դեպքում, բոլորի։ Արձագանք։ Շնորհակալություն, պարոն Վարդեվանյան, ես նշեցի, որ իրավական սահմաններում օրենքով նախատեսված աշխատավարձ եք ստացել, երևի ուշադիր չէիք, որովհետև ես այդպիսի բնավորություն չունեմ մարդկանց աշխատավարձերը հաշվելու, ուղղակի ինձ հետաքրքիր էր Forbes-ի տվյալներով միլիարդատեր գրանցված մարդը ձեզ վարձել է, որպեսզի դուք իրեն օգնեք, դուք օգնում եք, օգնության եք դիմում արհեստական բանականությունից, այստեղ մի քիչ դիսոնանս կար, սա էր հարցի էությունը։ Եվ իմ համար կարևոր էր, որ եթե ընդրվեք,
պատասխանեցիք արդեն այդ հարցին, եթե ընտրվեք, այսինքն դուք խոստանում եք, որ առաջնորդվելու եք խղճով, համոզմունքներով եւ մնացած ձեր իրավական նորմերով ձեր ստանձնած պարտավորություններն ու իրավունքները իրացնելու եք ճիշտ ձևի։ Ես առնվազն գտնում եմ, որ Սահմանադրությունը, Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը նշված սահմանագծումը ապահովում են, այլ հարց թե ընդհանրապես անձ ինչպես է վերաբերվում նաև կարգավորումների էությանը, ոգուն։ Օրենքի մեջ նշված հարցն էլ հաճախ կա, որ նորմը մեկնաբանելուց նաև պետք է ոգին հաշվի առնես։ Չսահմանափակվես տառացի մեկնաբանմամբ, ես հենց դրա համար մի քայլ առաջ եմ գնում։ Հիմա Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը չի ասում նիստը նախագահելու շրջանակներում, եթե դու ընդդիմադիր խմբակցության կողմից առաջադրված ես, ուշադիր եղի, որ բալանսը պահպանես եւ այլն։ Ես մի քայլ առաջ գնալով եմ նաև դրա ոգին փորձում բացահայտել եւ այո, այդպես էլ պատկերացնում եմ։ Ավելին հակված եմ նաև ընդդիմադիր խմբակցության բոլոր գործընկերները նշվածը եւս հենց իմ նկատմամբ նաև վերաբերմունքից ելնելով հաշվի առնելու են։ Ես նման, այսպես ասած, դիլեմայի առջև կամ կոնֆլիկտի առջև չեմ կանգնի ընտրություն անելու տեսանկյունից։